Եթե որդիդ ընտրելու առաջ կանի ծանրամարդ թե ֆուտբոլ, որը խորհուրդ կտաս։ Եթե երկմտանք եղավ, հաստատ ոչ ֆուտբոլիստ կդառնամ, ոչ ծանրորդ, բայց եթե ձգտի ֆուտբոլի, հաստատ համոզված եմ, որ կարճալեր եմ։ Եվրոպայի առաջնության 5 ոսկե եւ արծաթե մեդալները կփոխեիր աշխարհի առաջնության 1 ոսկու հետ։ Անպայման։ Մեր հավաքների ժամանակ բոլոր մարզիկները աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ են պարզացնում, բայց առաջնություններին թերանում են այդ ուղղությամբ։ Բոլորը։ Բոլորը։ Մեկնաբանական կարիերայիս ընթացքում ամենաառաջին խաղը, որ մեկնաբանել եմ, եղել է վոլեյբոլի հանդիպում։ Վոլեյբոլ։ Այո։ Չի եղել։ Ու կհանդիպենք ինձ թվում է առաջիկայում Լոռու մարզ, Գյուղ շնող։ Շնողում մյուս հաղորդումն։ Մյուս հաղորդումը Լոռու մարզ, Գյուղ շնող։ Սպորտը կյանք է եւ այդ առանձնահատուկ աշխարհն ավելի գեղեցիկ են դարձնում յուրատեսակ ու զավեշտալի պատմությունները, երկրպագուները եւ բնականաբար մարզաշխարհի ներկայացուցիչները։ Հենց այս ամենի մասին էլ GoFM 96.3-ի եթերում խոսելու ենք մեր հյուրի հետ։ Սպորտի լեզվով հաղորդման տաղավարում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։ Սամվել ջան, ողջույն։ Ողջույն։ Ուրախ եմ քեզ տեսնել մեր տաղավարում։ Վերջերս երկու կարևոր մրցաշար տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եւ աշխարհի երիտասարդական առաջնությունը, բայց արդյունքների մասին վստահաբար մարզասերները տեղյակ են, ինձ ավելի շատ հետաքրքիր է ինչ տեսակ դուք հեռանկարի եւ պոտենցիալի առումով, հատկապես երիտասարդների առաջնությունը ինչ տվեց մեզ հետագայի համար։ Մեծահասակների առաջնությունը, Եվրոպայի առաջնությունը շատ լավ անցավ, շատ լավ արդյունքներ գրանցեցին մեր մարզիկները, թե թիմային պայքարում լավ տեղ գրավեց տղամարդկանց եւ կանանց հավաքականը, թե անհատական քաշային կարգերում արդեն ունեցանք բարձր արդյունքներ, ողջունելի էր, շատ լավ, սպասելի էր այդ մեդալները։ Երիտասարդների առումով էլ ունենք հեռանկարային մարզիկներ, բայց ցավոք սրտի երիտասարդների հավաքականը լավ չմասնակցեց աշխարհի առաջնությանը։ Սպասելիքները մեծ են, երիտասարդներից համալրող մարզիկներ կլինեն մեծահասակների հավաքականը, մի փոքր ժամանակ է պետք սպասելու համար։ Արդեն տևական ժամանակ է ինչ պրոֆեսիոնալ մարզիկից այլ ճանապարհ ես ընտրել ու շարունակում ես, իհարկե շատ կարևոր ճանապարհ է էլի, այդ անցումը հեշտ ստացվեց, արդյոք արդեն ամբողջությամբ համակերպվել ես պաշտոնյայի կարգավիճակին։ Նախ կարիերաս վերջացնելուց հետո միանգամից տեղափոխվել արդեն ադմինիստրատիվ աշխատանքի, այսինքն կառավարման process-ի մեջ մտնելը, չեմ ասում փորձ կար, բայց գիտելիքների առումով սահմանափակումներ չկային, ավարտել եմ այդ ճյուղով, այդ ուղղությամբ, բայց համակերպվել պաշտոնի չագեշտավորը, որովհետև պաշտոն չեմ համարում, թիմի մի մասն եմ, միշտ էլ process-ելի շատ չի տարբերվում։ Հա, միշտ հավաքականի հետ, միշտ հավաքականի անդամների հետ, ուղղակի արդեն Սամից կամ Սամվելից անցում կատարել Գեր Գասպարյան կամ պարոն Գասպարյանի մի փոքր դժվար էր ու մարզիկների հետ աշխատում եմ ավելի բաց շփվեմ, մանավանդ իմ տարեկայինների հետ ի պաշտոնե շփվում եմ։ Մեկ էլ դե ֆիզիկական տանջանք էլ չկա, փոխարենը հոգևորը երևի ու ավելի շատ մտավոր։ Չէ, իրոք ֆիզիկական տանջանք էլ կա, այսինքն էլի կա, ոչ մարզումներ կամ բան, այլ ֆիզիկապես իրոք փորձում եմ հասցնեմ համ մեծահասակների տղամարդկանց հավաքականին, համ կանանց հավաքականին, համ երիտասարդների հավաքականին, համ պատանիների հավաքականին, որովհետև փուլ է լինում, որ միաժամանակ 4 հավաքականներն էլ 5 հավաքականները ընդուp հավաքների են մասնակցում ու ֆիզիկապես հասնել բոլորին հետևել, ուսումնամարզական հավաքները ճիշտ կազմակերպել, մի փոքր հոգնածություն է առաջանում, բայց հաճելի հոգնածություն է, ոնց որ մարզումներից հետո այդ ֆիզիկական ցավը զգում էի մկաններում մոտ, նույնիսկ այդ հոգնածությունը զգում եմ, ուղղակի արդեն պաշտոնե կարելի ասել, որ արդյունքը երբ լինում է, այդ ամեն ինչից քաղում ես, էլի։ Դե մարզիկը գոնե իր հստակ գրաֆիկը գիտի, մարզում, հետո սա, հետո էլի մարզում, այս պարագայում երևի առանց գրաֆիկի անդադար աշխատանք։ 24/7 գրաֆիկով աշխատում ենք, մարզական կարիերայում ես, նույն սկզբունքով եմ շարժվել 24/7 գրաֆիկով, այսինքն չեմ շեղվել նպատակներից, ուղղակի ժամանակ ժամը 10-ից էի հանգստանում, հիմա էլ չեմ հանգստանում, քանի ժամանակ չկա։ Ես գիտեմ, որ դու նաև ֆուտբոլասեր ես ու ժամանակին նաև զբաղվել ես։ Ինչպես ստացվեց այդ փուլը, որ արդեն պետք էր
որոշել ծանրամարդ թե ֆուտբոլ ու ընտրեցիր ծանրամարդը։ Ինչու ոչ ֆուտբոլը։ Հայրս էլ է ֆուտբոլիստ է եղել, խաղացել է երիտասարդների հավաքականում, ազգային հավաքականում, Շիրակ ֆուտբոլային ակումբից է հանդես եկել։ Փոքրուց սիրել եմ, ձգտել է այդ խաղը ինձ, ուղղակի պայմաններից ելնելով երևի չշարունակեցի, հիշում եմ, երբ փոքր էի, ոտքս վնասեցի, թե այդ խոտածածկը չկար տաշտերում ու ոտքս վնասեցի, մի փոքր էլ վախկոտ էի, փոքր ժամանակ, այդ արյունը տեսնելուց հիասթափվեցի այդ սպորտաձևից ու պայմաններ իրոք չկար։ Հետո շատ աշխույժ եմ եղել փոքր ժամանակ, դրսից կտրելու համար տարան ծանրամարտի, մոր եղբայրս ծանրամարտի եղել, ծանրորդ է եղել, ծանրամարտի մարզիչ է եղել ու դրսից կտրելու համար տարավ, որպեսզի կոփվեմ, պես ցկտեց ծանրամարտը, սիրեցի ծանրամարտը։ Եթե որդիդ ընտրելու առաջ կանի ծանրամարդ թե ֆուտբոլ, որը խորհուրդ կտաս։ Ներկայիս պայմաններում մեր տեսնում եմ մեր երկրում ոնց է զարգանում ֆուտբոլի ինստիտուտը, այսինքն նոր ակադեմիաներ, նոր ֆուտբոլային ակումբներ, խոդածածկով դրական ես համարում, հայ։ Դրական եմ համարում, հա, ուղղակի պետք է սիրի էլի այդ երկմտանքի մեջ չկանգնի, այսինքն ծանրամարդ թե ֆուտբոլ, եթե երկմտանք եղավ, հաստատ ոչ ֆուտբոլիստ կդառնա, ոչ ծանրորդ, բայց եթե ցկտի ֆուտբոլի, հաստատ համոզված եմ, որ կքաջալերեմ։ Այստեղ բլից հարցերի հատված ունենք ու կրկին գնում ենք Սամվել Գասպարյանի որպես ծանրորդ ժամանակահատվածին։ Եվրոպայի առաջնության 5 ոսկե եւ արծաթե մեդալները կփոխեիր աշխարհի առաջնության 1 ոսկու հետ։ Անպայման։ Կփոխեիր, հետաքրքիր է։ Ոսկե մեդալ վատ արդյունքով թե արծաթե մեդալ անձնական ռեկորդով։ Ինձ թվում է արծաթե մեդալ անձնական ռեկորդով, չէ, անձնական ռեկորդով չէ, երևի ինչ որ Եվրոպայի կամ աշխարհի ռեկորդով, թե չէ անձնական ռեկորդով մի քիչ թերիքի եմ։ Թերիքը լինել։ Որն է եղել լրագրողների կողմից տրված ամենաանցանկալի հարցը։ Մարզական կարիերայում թե Կապ չունի, թեկուզ կարիերա։ Ես վերջում Թեկուզ վերջում շատ ենք մարզական լրագրողների հետ այդ հարցերով առնչվել, բոլորի մոտ այդ ֆիքսված հարցներ, Փաշի Գալավերդյանին հեռացրել եք, թե փոխարինել եք, հա։ Ու պաշտոնական մեկնաբանությունը տրված է մեր էջում պաշտոնական ու նորից, այսինքն Միկայելի այդ հարցը մարզական լրագրողները ավելի շատ քաղաքականին էին տանում։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը կփոխեիր օլիմպիական խաղին մասնակցելու հետ։ Չէ, ինձ թվում է, եթե ցանկություն լիներ մասնակցելու, հաստատ կցկտեի կմասնակցեի, բայց սաղ կյանքումս մարզական կարիերայում չեմ ցկտել ուղղակի մասնակցել, ինչքան էլ բարդ է ու շատ դժվար է հնչում այդ ամեն ինչը, մասնակցությունը զուտ մեր մարզիկների մոտ մի հատ բառ կա էլի, այդպես, ասում ենք տուրիստ չենք գնում էլի, առաջնությանը կամ մրցաշարին ուղղակի մասնակցելու, այլ իրոք եթե ուզենայի մասնակցեի, հաստատ այդ ընթացքը շատ օլիմպիական խաղեր են եղել, ոնց է չլիներ, էլի կցկտեի, մի հատ էլ վարկանիշ եւ այլն, բայց ցկտումս եղել է մեդալ է էլի ապահովել։ Իսկ ով է աշխարհի լավագույն ծանրորդն այս պահին։ Այս պահին դժվար է պատասխաները, որովհետեւ շատ մարզիկներ կան, որ կառանձնացնեմ հայ միջազգային։ Իսկ Վարզադատ Լալայանը թեկնածուներից մեկն է, չէ՞ վստահաբար։ Երկուսին կարող եմ առանձնացնեմ, երեքին Կարլոս Նասարն ինձ համար հա լեգենդար մարզիկ է։ Վարզադատ Լալայան։ Պարոն Գիլոյանը բարբերաբար նշում է, որ գերծանր քաշայինների աշխարհի չեմպիոնը աշխարհի ամենաուժեղ մարդն է, հա, անպայման։ Համաձայն եմ այդ մտքի հետ, որովհետև ամենավերջին, ամենաբարձր կիլոգրամը գերծանր քաշային կարգում են բարձրացնում ու այդտեղով սահմանվում է ուժը։ Ինձ համար ներկայում կարող եմ 2-ին 3-ին առանձնացնեմ, հետև քաշային կարգերում էլ կան ուղղակի լավագույն աստվածը այն է, որ միշտ ստաբիլ մասնակցություն է ունենում աշխարհի կամ Եվրոպայի կամ Ասիայի առաջնություններում։ Մինասյան Կոր, Լալայան Վարազդատ ու Կարլոս Նասարը։ Հետաքրքիր պատմություններ հնարավոր չի չլինեն Գյումրեցի մարզիկի անցած ճանապարհի ընթացքում ինչ կհիշես։ Կապված երկրպագուների հետ, չգիտեմ, հավաքների հետ։ Անցած տարի Լաշա Տալախաձեն էր Հայաստան եկել ու հենց կոնկրետ Գյումրի էին այցելել։ Հետաքրքիր մարդկանց
ժողովրդի արձագանքը, երբ քաղաք գնացինք արդեն քայլեցինք ու շրջում ենք քաղաքում, ժողովրդի այդ էմոցիաները էլի, այսինքն այդքան չեմպիոնական քաղաքի մեջ այլազգի չեմպիոն, Լաշատ Ալախաձեն ու մեր կերտանրքաշայինների հետ ու այդ բոլորի արձագանքը էլի, այսինքն համ էմոցիաներն էին շատ, համ սովորական դարձած մի հատ բաներ, որ նորմալ է էլի Լաշան։ Ես մի անգամ եմ տեսել իրան մոտիկից, ընդ որում հետաքրքիր է, որ ծանրամարտի միջոցառում չէր, Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը մեզ համար շատ ցավալի արդյունք եղավ, ու ինքը խաղից հետո եկավ, մտավ թունել հանդերձանան ֆուտբոլիստներին շնորհավորելու, տպավորություն էր, որ շատ ջերմ հարաբերություններ ունի Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ, ու այդ ջերմ հարաբերությունները ունի նաև ձեզ հետ, հայ ծանրորդների հետ։ Հա, մենք բացի ծանրամարտից արդեն ընկերական ենք, հայ շատ մտերիմ ենք, նորից խոսք են տվել այս տարի էլ կան, այսինքն մենք հանդիպումներ կազմակերպում ենք թե Վրաստանում, թե Հայաստանում, թե Երևանում, Գյումրիում, թե Թբիլիսիում, շատ լավ մարդ, շատ լավ անձնավորություն, համեստ։ Բայց մի հետաքրքիր բան ասեմ, այս Եվրոպայի առաջնությունից հետո Վարազդատը որ հաղթեց, այնտեղ քննարկվեց այդ իբր լսել էին, որ Տալախաձեն ասել է ես շատ հեշտությամբ կբարձրացնեի, հետ եմ գալու, չգիտեմ, էլի ես եմ հաղթել, ինչ որ նման մի բան եղել էր, թե դա ուղղակի։ Դե հնարավոր է, որովհետև տեսեք հիմա ես էլ որ հետևեմ ու տեսնեմ ինչ կիլոգրամներ կբարձրացնեն, եթե ժամանակին այդ կիլոգրամները բարձրացրած լինեմ, իհարկե ես էլ նույնպես կարող դա հետվեմ։ Իր համար այդ կիլոգրամները շատ համեստ կիլոգրամներ են, բոլորս ենք ֆիքսել ու եթե վերադառնա չեմ կարծում որ կարողանա մրցակցությունը ապահովի, որովհետև արդեն իսկ մրցակցությունը շատ մեծ է, թեժը Լարայան Մինասյան հագամարտություն կա աշխարհի առաջնությունում, շատ հետաքրքիր ու իրաքցի երիտասարդ մարզիկ էլ կա ու ինձ թվում է այդ երիագը հաստատ լավ պայքար ցույց կտան Լաշան համ տարիքը մեծ է, համ 2 տարի արդեն իսկ հեռացել է պրոֆեսիոնալ սպորտից հեռանալն է արդեն բերում է ազատության մագանները թույլանում են ֆիզիկական վիճակը արդեն ոչ կայուն է, շատ դժվար է վերականգնվել է։ Պրոֆեսիոնալ մարզիկի պարագայում մի քիչ ուրիշ է, չէ՞, գրաֆիկը, չգիտեմ, իր դիսցիպլինա պահել, սննդակարգ եւ այլն, թե էլի պետք է։ Մենք ունենք կոնկրետ ծանրամարտի համար մասնագիտացված 3 ուսումնամարզական հավաքների կենտրոն, մենք շատ ուշադիր ենք այդ առումով մարզիկների սննդակարգի, փորձից ելնելով է կարող եմ խորհուրդներ տամ ու մարզիչների հետ, բժիշկների հետ այդ հարցերը միշտ կարգավորում ենք, որտեղ թերին լրացնում ենք։ Ինչի համար է այս հարցը տալիս, համացանցում մի հատ տեսանյութ էր տարածվել, շատ կարծեմ հենց քո հարսանիքի դա տեսանյութ էր, որտեղ մեր ծանրորդները sense զգացում այլ որ հեսա քեֆ է սկսվելու Վարազդատը Լալայան իր բարի դեմքով բայց շատ հաղթանդամ այնտեղ Գարիկն է մյուսնա ասում եմ բալալա ձեզ համ չեմպիոններ են համ ամեն լավ քեֆ անելու ձևը գիտեն էլի Կիպրոսում էի մի հատ զույգ կնոջս հետ ենք գնացել Կիպրոս հայերի հետ ծանոթացանք հայ զույգ են ու իմացան որ ծանրամարտով եմ զբաղվում բայց չճանաչեցին էլի ինձ իմացան որ ծանրամարտով եմ զբաղվում շփվեցինք ծանոթացանք ընթացքում ասեցես վերջում էլ Գյումրիում մի հատ ծանրորդի հարսանիք էր ու ասեցի որ իմ հարսանիքն էր հա ու չէին ճանաչել էլի ով է ինչ ու այնքան էր համ հետաքրքիր էր այդ առումով շատ ծիծաղալու դեպքեր էլի համ այդ տեսանյութի շնորհիվ էր այսինքն այդ կան արդյունքներից ելնելով չճանաչեցին բայց հարսանիքի ուրախ տեսանյութ հա ճիշտ է հակասական եւի զգացողություններ առաջացնող մեր հավաքների ժամանակ բոլոր մարզիկները աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ են բարձրացնում, բայց առաջնություններին թերանում են այդ ուղղությամբ։ Բոլորը։ Այն որ մարզումների ժամանակ շատ դեպքերում ավելի բարձր են կարողանում պահել, այդ մենք գիտենք, շատ ենք լսում, բայց որ բոլորը կարծում եմ ճիշտ է։ Կարելի։ Այս առաջնությունից առաջ բոլորը Եվրոպայի ռեկորդներից բարձր կիլոգրամներ են արել ու ընդ որում ռեկորդներից բարձր ու երբ խոսում ենք վերլուծում ենք քանի մեդալ կլինի ոսկե մեդալի մասն է խոսքը որ ասեցի 4-ից 5 ոսկե մեդալ կունենանք այս Եվրոպայի առաջնությանը մարզիչները մի պահ համ թերակնահատեցին
իմ վերլուծությունը համե նպատակային համարեցին, որովհետեւ էլ ցկտեն էլ ավելի, բայց կիլոգրամների ցեներով հստակ կարող եմ ասել, որ 4-ից 5 ոսկե մեդալ կունենանք։ Լավ, բայց ի՞նչն է խնդիրը այդ դեպքում, որ հոգեբանությունը երևի։ Ինձ թվում է ժամանակ է պետք, եղել են դեպքեր, հա, որ հոգեբանական խնդրի պատճառով չեն պարզացել, բայց նոր թիմ, նոր մարզումային պլան, նոր մեթոդիկայով ենք սկսել մարզումները, այդ ժամանակ է ուղղակի պետք, որովհետեւ մարզիկներն հավատան ու փոխվել, միանգամից չի կարող մարզուկի հոգեբանությունը մի վայրկյանվա կամ մի րոպեվա փոխել։ Ժամանակ է պետք։ Դա երևի դու մի այլ ասես, ես կարամ։ Ես ասեմ, մեկնաբանական կարիերայիս ընթացքում ամենաառաջին խաղը, որ մեկնաբանել եմ, եղել է վոլեյբոլի հանդիպում։ Վոլեյբոլ։ Այո։ Չէ։ Չի եղել։ Եղել է, առաջինն է եղել, այդ մենք մեդիա ակադեմիան էինք ավարտել, օլիմպիական խաղերն էր 2020 թվականի, բայց դե 21-ին էր օլիմպիական խաղերը, կորոնավիրուսով այդ պայմանավորված։ Առաջին խաղը Լեհաստան-Իրան, Կարմյան Արմենի հետ եմ մեկնաբանել, հետո միանգամից այդ խաղի ավարտից հետո երկրորդն եմ մեկնաբանել, ԱՄՆ Ֆրանսիա կարծեմ, հա։ Ես այս տարիների ընթացքում մեկնաբանել եմ 8 տարբեր մարզաձևեր։ Ճիշտ է։ Այո, այդ մեկը ճիշտ է, այդ մեկն էլ է ճիշտ է, այսինքն ու ընդ որում ֆուտբոլը եղել է այն վերջիններից, որը սկսել եմ, մինչև այդ 4-5 տարբեր մարզաձևեր եմ մեկնաբանել, հետո նոր Դե 8 չեմ կարող ասեմ 8 քանի մարզաձև։ Արի փորձենք ես, որովհետև հիմա ես էլ անգիր կարող չհիշեմ, վոլեյբոլ, լողափնյա վոլեյբոլ, ֆուտզալ, լողափնյա ֆուտբոլ, սեղանի թենիս, հոկեյ, ֆուտբոլ, ծանրամարտ, հանդբոլ։ Չէ, ծանրամարտ կուզեի մեծ սիրով, բայց մեր Արտուշը ոնց որ ինքն էլ համ սիրում էր, համ տեղյակ էր իհարկե ու մեր մոտ ինչ մրցաշար ունեցել ենք այնտեղ Արտուշն է մեկնաբանել, բայց ես եմ մեծ սիրով ծանրամարտ կմեկնաբանեի։ Ու միգուցե ապագայում հնարավորություն լինի, ով իմանա։ Հիմա 30 վայրկյանանոց մրցույթ ունենք։ Սկզբից երևի ես քո համար ժամանակ կպահեմ 30 վայրկյանի ընթացքում պետքա ասել ես ի սկզբանե որոշել էի Մադրիդի Ռեալում խաղացած բրազիլացի ֆուտբոլիստների անուններ պետքա նշես։ խնդիր չկա։ Ուրեմն 30 վայրկյան ընդ որում այդ բրազիլացիները կարող են հիմիկվա խաղացողներ լինել եւ նախկինում խաղացած։ Գնացինք։ Մարսելո, Ռոբինյո, Վինիսիուս Ջունիոր, Լուիս Նազարիո մեծատամը 9 համարներ Գալակտիկոսի ժամանակ։ հա Ռոնալդո, ապրես Սպարվեց, բայց շատ նորմալ է, որովհետև ամենահեշտ իմացած այդ բանել է, որ գիտես ժամանակ աշխատում, կարող է դժվարանալ, հիմա դու պետք է ինձ համար ժամանակ պահես։ Գնաց, Վարազդատ Լալայան, Սամվել Գասպարյան, Տիգրան Մարտիրոսյան, եթե, չէ, հիմիկվաններին, Կարիկ Կարապետյան, Գոր Պողոսյան, Գոր Սահակյան, Հսներողություն, Գոր Սահակյան, Էմմա Պողոսյան, կարելի է աղջիկներին էլ ասել։ Հա, Եվրոպայի։ Լիաննա Գյուրջյան։ Չէ։ Իզաբելա Յայլյան։ Իզաբելանը Եվրոպայի չեմպիոն։ Չի դարձել։ Վերջացավ։ Հա։ Վերջացավ։ Բայց քանիսն ասեցի։ Իսկ դու հա, մի քիչ շատ ասեցի։ Բայց դու իմ խնդիրը շատ բարդացրիր, որովհետև Եվրոպայի բայց լավ էր։ Ավելի լավ, ես սիրում եմ բարդ առաջադրանքներ կատարել։ Դե շնորհակալություն ասենք Սամվել Գասպարյանին ու շատ հաճելի էր իհարկե վստահաբար այլի կունենանք առիթներ խոսելու թե մեր ծանոթների հաջողություններից, թե նոր հաջողությունները կբերեն նոր հետաքրքիր պատմություններ վստահաբար։ Կամ մյուս անգամ հետաքրքիր պատմություններով։ Ու կհանդիպենք ինձ թվում առողջիկայում Լոռու մարզ, Գյուղ Շնող։ Շնողում մյուս հաղորդումն։ Մյուս հաղորդումը Լոռու մարզ, Գյուղ Շնող։ Շնորհակալ եմ Սամվել ջան։ Ես եմ շնորհակալ։ Այսքան սիրելի մարզասերներ, սպորտի լեզվով հաղորդման տաղավարում էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։